Ասեմ, որ ես եւ դասավանդում եմ արդեն 20 տարուց ավել եւ իմ դասավանդման առարկայի անունը հենց մարդու իրավունքների միջազգային իրավունք է եւ դրա կիրառումը ազգային օրենսդրության մեջ։ Պետք է ասել, մենք ունենք բավականին նորմալ համապատասխանող այդպիսի միջազգային իրավունքին այդպես շատ ճոխ ձևով բոլոր այդ օրենքները խախտում են։ Բոլոր։ Ես պետք է հիշեցնեմ, որ վաղը ամսի 15-ն է լուսահոգի Արմեն Գրիգորյանի, այո, դա վերջի օրներ մեզ հետ, եւ իրեն մեղադրում էին ատելության խոսքի համար։ Հիմա ես կցանկանայի ասեի, որ այդ այն ինչ որ մենք պետք է քննարկենք քաղբանտարկյալ եւ ցանկացած այլ թեմա, նա առնչվում է մի խայտարակ իրավիճակի մեջ, այն է, ասում են ատելության խոսք, ասում են ինչ որ այլ բաներ, բայց իրականում դա վաղուց կոչվում է դոմեստիկ ռասիզմ, այսինքն ներքին ռասիզմ։ Եվ այսօր մենք իրոք պետք է հստակեցնենք, որ այդ ներքին ռասիզմի տարածումը եւ ընդգրկված խավերը Հայաստանում բավականին մեծ են։ Եվ հստակ պետք է մի բան արձանագրենք։ Այն խավը, որը գրագետ է, որը օրինապահ է, որը հստակ ճանաչում է եւ այլոց արժանապատվությունը եւ յուր արժանապատվությունը, այսօր հայտնվել է մի վիճակում, որը պես քպայական շատ քաղաքագետներ անգամ ասում են ընդդիմությունը թշնամի է, այսինքն այլախոսը, որովհետեւ ես ընդդիմադիր չեմ կարող կոչվել, որովհետեւ ես կուսակցական չեմ մասնակցել ինչ որ մի այդպիսի բաների մեջ, բայց ցանկացած այլախոս Հայաստանի Հանրապետությունում այս իշխանության կողմից ճանաչում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն, ոչ թե ժողովրդավարության որևէ մի առումով անհրաժեշտ տառ եւ այլն։ Դա թշնամություն է, այսպես ասած, տարածում ոչ միայն հասարակության մեջ, ոչ միայն իշխանություն հասարակություն, այլև արդեն այդ գործը հասել է ընտանիքներին, բարեկամներին, ընկերներին, եւ մենք հստակ կանգնած ենք այսպես մի վիճակի մեջ, երբ որ մենք պարտավոր ենք ինչ որ ձևով միավորվել եւ նախ եւ առաջ այդ քաղբանտարկյալները, որը միաժամանակ անձնական ատելության թիրախ են դարել եւ վենդետայի մի նոր 21-րդ դարում մի փուլ է, ես կարծում եմ մենք պետք է կարողանանք միավորվենք եւ վերջ տանք այս իրավիճակին։